Բանալին տեղ դրած է լինում։ Դուրը բոգաչ, մեզ ալենայ, սրա վիճակը նայ ավտո։ Բանալին ընդեղ դրած։ Ով ուզենա կարահայից դուրը բացի։ Բանալին դրած չի։ Անկելա, ինքը ընդհանուր փակ է, դե ոչ մեկը չի կարում։ Գալի երեխուն մտմեստը մի անգամ փախեք այդ ափերստը անել եմ իրան, ստեղուց։ Անտերության մատնվելա ոչ տեր ենք այնում ոչ։ Հացավանցի Կամո Ստեփանյանի ընտանիքը այս հողամասը մշակում է 1949 թվականից։ Սեփականաշնորհման տարիներին այգու տարածքում ենթակայանի առկայությունը անտեսվել է։ Այս մասին գյուղապետարանում հիշել են տարիներ անց, երբ Կամոն ենթակայանի տեղափոխման հարց է բարձրացրել։ Դե պրոյեկտի մեջից, ասենք ես, որ ասենք բողոքել ենք, ասենք գյուղսովետը բռնել են, ընդուց 5 մետր էսյան, անդամ անել են մեր վերից էլի։ Գյուղապետարանի հողի վրա է, զատվածը էլեկտրոցանցին։ Գյուղապետը հետին թվով ուղղել է նախորդի սխալը, սակայն խնդիրը չի լուծվել, ենթակայանը չի տեղափոխվել, իսկ ծառերը աճելով սկսել են խանգարել բարձրավոլտ հոսանքալարերին։ Հետ կոտայքի մասնաճյուղում հարցին տեղյակ են, սակայն առայժմ օգնել չեն կարող։ Գծերի խնդիր կա, մալուխային գծերի ու ներդրումային ծրագրերի մեջ չի մտել, բայց մենք հիմա նոր ծրագրի մեջ բան ենք արել, նորից ներկայացրել ենք այդ։ Դա տեղափոխելու համար բարձրավոլտ գիծը 10 կիլովոլտ գիծը պետքա տարբեր հասցնել են տեղը, մենք նույնիսկ տեղը մտածեցինք, բայց հետո ոչ մի կերպ չկարողացանք բան անենք։ Տեղը դզացա մի հատ ստոլբա, ընդամենը մի հատ ստոլբա դնում են ստե բրծնում են ու սա կարող հարցերը լուծում չեն անում։ Մենք տեղը դզեցին որ անեին, չեն անում, էլեկտրոցանցը պիտի անեն, մենք չունենք այդ միջոցները որ անենք, մեզ թույլ չեն տա որ անենք։ Հիմա դուք ոչ մասնագետ դառնելով, ձեր շահերից ելնելով ասում եք հայրիկս, այս հայրիկից սարկած պլաշատկեն մենք նայել ենք, սա պիտանի չի։ Ճանապարհի շատ մոտիկ է։ Տեղափոխման հարցը ընդգրկված է հեծ մինչև 2020 թվականի ներդրումային ծրագրի նախագծում։ Այն դեռ հաստատված չէ եւ հայտնի չէ, թե երբ կհասնի Հացավանի նշված ենթակայանի հերթը։ Միակ բանը, որ խոստանում են այստեղ, ենթակայանը ամռանը կնորոգվի։ Ցանկապատ հնարավոր չի քաշել, որ մարդ չանցնի, որքան որ երեխաների անվտանգության։ Չէ, անվտանգության խնդիրը մեր առաջնակարգ խնդիրն է, ձեր ասացիաները ընդունում են եւ այդ կվերացնենք։ Նման դեպքերը շատ են։ Հողերի սեփականաշնորհման ժամանակ գյուղապետերը անտեսել են էներգետիկ անվտանգության նորմերը։ Բնակիչներին ասել են, որ բարձրավոլտը անցնում է, չէ՞ որ օրենքով իրավունք չունեն սեփականաշնորհելու։ Ոչ բանել չեն ասել։ Կառուցելը անհարմար չի եղել, լարերը բան։ Խոստացան, որ պետք է հանեն ճանապարհի վրա լավ չէ։ Որտեղ 10 կիլովոլտի գիծը բավականին լուրջ պահանջներ ունի իր նկատմամբ, որը մեր հանրապետությունում ընդհանրապես հիմա անտեսվում է ու սարսափելի ձևով խախտված է հատկապես գյուղապետարանների այս վերջի 15 տարվա, 20 տարվա գործունեության արդյունքում։ Վերահսկողություն չկա գյուղապետերի։ Կա։ Ով պետք է վերահսկեր, որ իրանք այդ կողը չսեփականաշնորհեն։ Բայց մենք դիմել ենք, մեզ բանի տեղ չեն դրել։ Գյուղապետերի հետ երկխոսությունը չի ստացվում։ Նոր սերունդը հնի փոխարեն պատասխանել չի ուզում։ Ոչ ես եմ բաժանել հողամասը, ոչ ներկայ գյուղապետն եմ բաժանել։ Մենք 99 թվականից եկել։ Հիմա չկա գյուղ, որտեղ չլինեն հողատարածքներով անցնող բարձրավոլտ հոսանքալարեր, ստորգետնյա մալուխների վրա կառուցված տներ կամ էլ ենթակայաններ սեփականաշնորհված հողերում։ Կոտայ գյուղում մի հատ դեպք ունեինք։ Տարիների ընթացքում Բենասյունը հայտնվել է խոհանոցի մեջ այդ մարդ։ Բալահովետում կա ուրեմն ծաղկունք 1, ծաղկունք 2 թաղամաս։ Նախագծով այդ թաղամասը կառուցվել է իր էլեկտրամատակարարումների հետ, 2 ենթակայանների կապը 10 կիլովոլտ օդային գծով։ Հետո եկել են, տեսել են լեր տեղա բերել են, այս նորից թաղամաս են տվել։ Ու ամբողջ այդ 10 կիլովոլտի գիծը հիմա անցնում է հողամասերով, 2 ենթականներ լերի հողամասի մեջ է գտնվում։ Հետում գույքագրել են էներգետիկ անվտանգության նորմերի խախտումներով սեփականաշնորհման ու կառուցապատումների դեպքերը։ Դրանց վերացման ուղղությամբ լուրջ քայլերի են պատրաստվում։ Մեր պահպանման գոտին էլեկտրոսարքավորման գոտային գիծ կլինիկը ենթակայան խախտել է։ Ուրեմն դուք ձեր միջոցներով պետք է բան անեք, կամ վերացնեք այդ գոտու խախտումը, կամ ձեր միջոցով մեր համաձայնացրեք գիծը թե ինչ է տեղափոխենք։ Ինչ է որ դուք բան եք արել, ոչ մեկը չի համաձայնում։ Սակայն եթե անգամ մարդիկ համաձայնեն սեփական գումարներով տեղափոխել հոսանքալարերն ու ենթակայանները, խնդիրն այդքան հեշտ չի լուծվի։ Բարձրավոլտ հոսանքալարերի պահպանման գոտին, այսինքն դրանց հարող եւ մասնավորեցման ոչ ենթակա տարածքը գործող կարգով 20 մետր է։ Իսկ Հայաստանի համայնքների մեծ մասում նման ազատ տարածքներ չկան։
Շուշանիկ Միրզոյան, Հովանես Չապարյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։